Սենեկան ասում էր աղավաղված լեզուն, աղավաղված բարքերի նշանն է եւ արդեն այս ճշմարտությունը ուղեկցում է մեզ հազարամյակ եւ ավելի։ Եւ այս փոքր նախագիծը, որը շուտով կդառնա օրենքի կարգավիճակ կունենա կամ փոքր կարգավորումը, այնուամենայնիվ մնում եմ այն կարծիքի եւ այդ մասին հաստատեց նաեւ նախարարը, որ չի փարատում լեզվի կանոնարկման հետ կապված այն բոլոր խնդիրները, որոնց հանդիպում ենք հանրային կյանքի տարբեր ոլորտներում, որ լեզուն ազգային արժեք է, ինքնություն եւ ինքնության կարևորագույն բաղադրիչ, այստեղ ապացուցելու խնդիր չունեմ։ Խնդիրը այն է, որ ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ունեցել ենք պետական լեզվական քաղաքականություն կամ քաղաքականության պետական ծրագիր, որով ուղենշվել են պետական լեզվական քաղաքականության հիմնական արժեքները, բայց ցավոք սրտի 18-23 թվականին եղել է մի նախագիծ, որը այդպես էլ չի ընդունվել։ Հիմա ես այս նախագծով մենք ընդհանրապես կարգավորում ենք թարգմանված, փոխառված եւ հատուկ կանոնների կանոնակարգման խնդիրը։ Եվ ըստ էության դուրս է մնացել Տիկին Անդրեասյան, երբ որ դուք ասում եք կառավարության որոշման տիրույթում, բոլորովին խնդիրը հենց այդտեղ է, ոչ թե կառավարության որոշման տիրույթի հարցը, այլ նախագիծը պիտի բովանդակեր եւ պատասխաներ այս կարևոր հարցերին։ Պետական անհրաժեշտ է, որպեսզի սահմանվեր կարգավորումների, չափելի պահանջներ եւ սուբյեկտների որոշակի շրջանակ, եւ սա պիտի լիներ օրենսդրական պահանջ, ոչ թե կառավարության որոշման մակարդակ։ Եվ սա օրենսդրական որոշակիության եւ հստակության պահանջն է, չափելի պահանջներ, սուբյեկտների որոշակի շրջանակ եւ կարգավորումներ։ Մասնավորապես, կանոնարկումը ինչ գործընթաց է, պետական փաստաթղթերի եւ օրենսդրության ինչ շրջանակ է ներառում եւ ինչպես եւ որ փուլում է այն իրականացվում։ Այս կարգավորումների բացակայությունը, օրենքով ամրագրված բացակայությունը խոցիլ է դարձնում այն նպատակադրումը, որին պիտի ծառայի այս նախաձեռնությունը։ Եվ դրա համար ես մնում եմ վաղը մյուս օրը, որովհետև այդ կառավարության տիրույթում կարգավորվող հանձնաժողովը չունի այն կարգավիճակը, ինչ որ նախկինում ունեցել է տերմինաբանական կոմիտեն կամ հայերենի բարձրագույն խորհուրդը, որի բոլոր որոշումները, լեզվական կանոնակարգման բոլոր որոշումները, ընդ որում կանոնակարգումը վերաբերում է քերականության բոլոր բաժիններին, որը ներառում է ձևաբանություն, հնչյունաբանություն, բառակերտում եւ այլն։ Մենք հիմա փոքր սեգմենտի համար, միգուցե մասնագիտական բաներ եմ խոսում, բայց շատ փոքր մի սեգմենտի համար հանձնաժողով ենք ստեղծում, մեծ հանձնաժողով ընդհանրապես ես չգիտեմ թե ինչ շրջանառության մասին կարող է խոսքներ տարեկան քանի բառի եւ 100-ից ավել բառ թերևս չտարածվի, այդ հանձնաժողովի տիրույթի մեջ չմտնի, բայց ես նորից եմ կրկնում, որ մենք այսօր կոսմետիկ ինչ որ մի որոշում ենք ընդունում, որը չի գալիս փարատելու լեզվական քաղաքականության մեծագույն բացը եւ բնականաբար ես ուզում եմ հավատալ, որ հայեցակարգը եւ քաղաքապետական քաղաքականությունը առաջիկայում կդրվի մեր սեղանին եւ մենք ունենանք իսկապես հայոց լեզվի պաշտպանության եւ լեզվի կանոնակարգման ընդհանրապես մեր իրականությունը լեզվական աղտեղություններից եւ ընդհանրապես մեղանչումներից մաքուր պահելու թե քաղաքականություն, թե անհրաժեշտ գործիքակազմ։ Մտքերի